Նախ մենք ուշացումով ենք այսպիսի ակցիաներ կազմակերպում։ Ուշացրել ենք, ընտանի ասած Ղարաբաղցու պոեզ դավնո ուշ։ Երկրորդը դրանք ղարաբաղցիներին մի աչքով են նայում, ոչ թե երկու աչքով, զույգով չեն նայում։ Գիտեն թե ղարաբաղցիները, արցախցիները ուրիշ ազգի ներկայացուցիչները։ Ստեղ Երևանում ես չեմ ամաչում, չեմ քաշում ասելուց։ Այն հնդկացիներից 54000 հնդկացի ազգ են գրանցված։ Անուններն հնդկացի, բայց ես նրանց նեգրեր եմ ասում, թող լսեն չվիրավորվեն։ Այդ հնդկացից ընդունում են կանգառում մարշրուտների, հասարակական միջավայրում, տեղերում, խանութներում, չգիտեմ, ամեն տեղ։ Գլի խոսում են, ոչ մեկը Երևանից, ոչ մեկը չի ասում, մի քիչ կամաց, այս ովքեր են, տեղը չեն զիջում մարշրուտներում, տրանսպորտներում, բայց Ղարաբաղցին երկուքին իրար հետ խոսում են, էնակալի անշնորհք հայ մայրեր կան, որոնք հայկական, հայոց մորտած չեն կերել, նրանք չեն մծացալ։ Նրանց աչքին չի երևում Ղարաբաղցին, թե չգիտեն ինչա։ Ասում ես այս Ղարաբաղցին է իրաց լեզվով, ինչի եկեց էր լեզվով խոսում, հայերեն խոսեցեք։ Ինքն է շորտված հայ։ Ես չեմ քաշում ասելու։ Մենք գիտենք պատմությունից։ Պատմական Ուրարտու պետությունից հետո գիտեք բոլորը, եթե պատմությունը գիտեք։ Ամենաերկարաժամկետ, երկարագյաց տարածքը պետությունը ժողովուրդը դա Արցախն է, Արցախի ժողովուրդը։ 3000-ից ավել տարիներ որ ապրում է։ Հիմա այդ քաղաքակրթությունը մարդկության Արցախից է հայերից։ Գաղտակավոր մենք տարիների ընթացքում դարեր շարունակ, տասնյակ տարիներ պետականությունը կորցրել ենք, նորից ենք վերցրել, ովքեր իշխել են այդ քաղաքակրթությունը Արցախյան հայոց վերագրվել է իրաց վրա։ Դրա մասին է խոսքը։ Դա է նվաստացուցիչը, որ ստեղ մի աչքով են նայում, Արցախցին գիտե թե թշնամի է, գիտե թե այլազգի է, գիտե այո, սև սպիտակ, բայց մինչդեռ Արցախցին է առաջի սորտի հայը, եթե սենց ուզում եք ասել, չեն վիրավորում, բենց բան։ Հիմա ես չգիտեմ, միակ փրկությունը այս վիճակից հարցեր կարող տալ, միակ փրկությունը, միակ ելքը, միակ ճանապարհը արցախցիների հայ ժողովրդի իշխանափոխությունն է։ Այսօրվա ճղճին իշխաններ են, կառավարությունը։ Այդ կառավարությունը, որ գրած է Հայաստանի Հանրապետության կառավարություն, դա Հայաստանի Հանրապետության կառավարություն չէ։ Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների մասնաճյուղն է, ֆիլիալն է Հայաստանում նստած։ Հայացած քաղաքականություն է տանում։ Այն որ Տաուշի գյուղերը տալիս է։ Չի ասում մեր առաջնորդը, մեր ժողովրդի ղեկավարը։ Ասեն իշխանասարում նստածները, այն ջերմուկի սարերում նստածները, այն Վարդենիսի են սարերում 280 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի 29800 կիլոմետր ունեցող տարածքից։ Մեր տարածքում նստած է թուրքը, ադրբեջանցին։ Ասա դուրս եկեք, որից հետո նստեք խոսելու։ Չի ասում։ Ասում դե 10-11 ամիս ձյուն այլում, չի այ հարկավոր։ Այդ իմ երրորդ դասարանում սովորող թորանս հարցնել, ինքը տեսփան չի ասում։ Բայց ինքը ասում է, իր երակներում հայ այրուն չի հոսում։ Ինքը չէր, որ 19 թվականին եկավ Ստեփանը Արցախ, մեր հրապարակում, երկու ժամ չգիտեմ ինչ, բարբաճեց, խոսեց, չգիտեմ ինչ էր ասում։ Վերջը թա Արցախը տա Հայաստանա եւ վերջ։ Դրանք չեն իմացելի Սերժ Սարգսյանը, Քոչարյան Ռոբերտը, Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանք չեն իմացելի, որ Արցախը դա Հայաստանն է։ Ինքը հերոսալի եկալա շուտ ասում ասել։ Պատերազմը 44 օրյա պատերազմը տանուլ տովիլ պարտը վերցի դու գլխավոր գերագույն հրամանատարս մեծ սահմանադրությամբ։ Ասեց նախկիներն են մեղավոր։ Ինչ ուզում ես, ինչ ուզում է կատարի, չկատարի, չի, մինուսները նախկիներն են։ Ղարաբաղը տվեց, այլ ասում է ռուսնա, Պուտինը, իր գրպանը գցեց։ Այ մարդը Պուտինը 7 տարի է, դե ծառա բան ես անում, ղեկավարում ես։ Քո արածը, քո չգիտեմ, իոթ ժողովրդին ինչ ես արել։ Աշխարհի սուտասանների թագավորն է ինքը։ Այդ ճղճիմ կառավարությունը, որ մեր Հայաստանի Հանրապետությունը, որ հայ ժողովուրդը աշխարհում առաջի քրիստոնեություն ընդունած ժողովուրդն է։ Հիմա աշխարհը չի ճանաչում ես, ղեկավարով է ճանաչում, չէ՞։ Ինքն էլ դե ինչ ղեկավար, պարտված ղեկավար,
Եվրոպան չի ընդունում, Ամերիկան չի ընդունում, ռուսներից երես է թեքում, չիմանալով Հայաստան աշխարհը ժողովուրդը գազը որտեղից է ստանում, մի քիչ Իրանից է ստանում, Ռուսաստանից է չէ ստանում 80 քանի տոկոս, հացը ծորենը որտեղից է ստանում, Ռուսաստանից է չէ ստանում, գարյուչին վարելիքը ավտովարելիքը որտեղից է ստանում, Ռուսաստանից է, Ռուսաստանում ապրում են 3 միլիոնից ավել հայ ժողովուրդ, ավելի շատ քան այդ ազգի մայր Հայաստանում ողոմստը։ Ռուսաստանում պիտի ես ենքան, ես լեշլի այդ ասողը, խից խարապ լինի, հիվատ լինի, որ տենց ասել, եթե դու Ռուսաստանից երես ես տեքում, ապա դեպի ուր ես գնում։ Պատմությունը գիտենք, եղել է ռուս-թուրքական պատերազմ, ռուս-պարսկական պատերազմ, ռուս-գերմանական, չգիտեմ, ֆաշիստական, տարբեր, երբևիցե լսած կլինեք երկու քրիստոնյա ժողովուրդ, ռուս-հայկական պատերազմ։ Չի եղել։ Արցախյան պատերազմի ժամանակ ռուսները ինչպես օգնեցին արցախցիներին։ Որ պատերազմի։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աղջիկ ջան, դու մենակ Արցախյան 44-օրյա պատերազմը։ Պատերազմ, եթե ռուսը մեզ օգնած չի լինի, չուզի օգնի, ինչի է 2500 զինվորական ուղարկում ընդեղ։ Այդ զինվորականները Խաղաղապահներ են նրանք։ Տակ հարցամ։ Ինչ տեղի ունեցավ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Փարուխի վրա։ Արդյոք խաղաղապահները կանխեցին։ Այո։ Մի րոպե։ Ռուսը եթե ռուսը ոչ, ամաչի դու։ Չեք ամաչում։ Եթե ռուսը չուզենար, այն 2000-ից ավել զինվորականները քո հարցը ես չեմ պատասխանում, չգիտեմ, ես ռազմագետ չեմ։ Դու ուրիշ ընդհանուր հարց դու։ Բայց պետք է ռուսները խաղաղապահին ռուսական զորքուստեր, այն մի րոպե, ռուսի ձերքի մի րոպե, ռուսը բան չլար, իրամունք չլար, այդ բանը իրամունք չուներ, կրակ էր, կռիվան էր, ոնց որ երկու հոգի իրար վիճում եք, ես էլ լավ է քույրիկ ջան, լավ է աղջիկ ջան, ռուսը այդ բանը, այն բանը չուներ ռուսը, ռուսից ինչ եք ուզում, ինչ եք ուզում ռուսից։